Սրա յուրահատկությունը նա է, որ պատրաստելու համար ոչ մի բան պետք չի։ Հենց կոնկրետ ոչ մի բան ընդհանրապես ինստրուկցիան ամեն ինչը կա գրած նկարներով, էլի, դες պետք չի շատ բան հասկանալ չինարենից, որ կարողանաք պատրաստել։ Դες պետքա միայն այսա։ Ու լինեք դուք որտեղ հանգստանալուց, անտառում, լինեք կայարանում ինչ-որ գնացք սպասելիս կամ լինեք հենց գնացքի մեջ կամ ինքնաթիռի մեջ, ձեզ այս մի տուփը ամբողջությամբ հերիք է ուտելիքը պատրաստելու, տաքացնելու համար։ Երկու հատ ջուր կա, 1, 2, սա ուտելիքի համար է ջուրը կոնկրետ։ Սա էլ հետո հրաշքի համար է ցույց կտամ։ Սա իր բարագաներն է, սա ուրեմն հանում ենք, ամեն ինչ հանում ենք։ Սա այս փաթեթը, անգամ պատառակալը կա։ Այս փաթեթը ուրեմն հանում ենք իր ցելոֆանի միջից եւ տեղադրում ենք այս ամանի մեջ։ Հիմա սա կսպասի։ Սա դնում ենք այստեղ ու սկսում ենք խառնել։ Սա բրինձն է։ Սա լցնում ենք բրինձի մեջ, սա բանջարեղենն է։ Ջրազրկած ծայրն է։ Սա արեցինք, հիմա ջուրը լցնում ենք։ Սա լցելու ենք այս կողքի հատվածի մեջ։ Հիմա հրաշքը ժողովուրդ, սա պատրաստ է, գնում ենք մի կողմ։ Սա տեսնում եք, ստեղ տակը ոչ մի բան չկա, հանգարց չմտածեք։ Ուրեմն ջուրը լցնում ենք վրան, գնաց հրաշքը։ Ջուրը լցնում ենք վրան, ինքը հեսա կսկսի եռան, տեսեք։ Լսվում արդեն։ Տաքությունը գնաց։ Ու տեսեք գոլոշին։ Գնաց պրոցեսը։ Վերջ, սենց անում ենք և փակում ենք, ուի, ես ինչ տաք էր, և թողում ենք թարցում դրա, 10-ից 15 րոպե թողնում ենք և պատրաստ կլինի։ Ոնց որ թե արդեն պատրաստ է, բա ինչա, ընտրեմ, շատ համով է։